Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Արտաշես Սարգսակ Աճապահյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, Սարգսակ Արտաշես։ Շնորհակալ եմ ես հրավերի համար։ Դուք գնացել եք Միքայել Սրբազանին որոշ իրեր փոխանցելու եւ անմիջապես անազատության վայրից այստեղ եք եկել։ Կպատմեք ինչպես էր զգում Միքայել Սրբազանը, առողջական վիճակն ինչպես է, ինքնազգացողությունը։ Միքայել Սրբազանը լավ է, փառք Աստծո։ Լավ է, քանի որ Աստված է իր հետ, եւ Պողոս Առաքյալն ասում է, ով կարա մեզ դեմ լինի, եթե Աստված է մեր կողմը, մեր հետ։ Այդ առումով մենք Միքայել Սրբազանի համար անհանգստանալու բան չունենք, այլ ունենք անհանգստանալու բան այս ամեն ինչը կազմակերպողների համար եւ ժողովրդի, մեր ազգի համար, որովհետեւ այս ամեն ինչը դեմ է մեր ազգային արժեքներին եւ մեր ընդհանրապես ազգային գոյությանը, պետական մեր պետությանն է դեմ իրականում, պետականությանը։ Շատերին անհանգստացում է նաև Միքայել Սրբազանի առողջական վիճակը, որովհետև գիտենք, որ մի շարք առողջական խնդիրներ ունի եւ շատերին հետաքրքիր է արդյոք բժիշկների վերահսկողությունը պատշաճ ձևով իրականացվում է, դեղամիջոցները ժամանակին տրամադրվում են։ Այդ առումով անհանգստանալու խնդիր չկա։ Սրբազանը բազմիցս ասել է, որ շատ հոգատար են բժիշկները եւ իրենց ծառայությունը շատ պատշաճ կերպի իրականացնում են, իսկ դեղորայքը այնտեղ ցանկացած պահի, երբ որ լրանում է եւ չի լինում, փոխանցում ենք։ Նաև ամուլն ու լրատվամիջոցներն էին գրում, որ Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի ներկայությունը այնտեղ որոշակի մթնոլորտ է փոխել, նույնիսկ համակարգի աշխատողների դեպքում։ Իհարկե կփոխի, բնականաբար, եւ միշտ է այդպես եղել, երբ որ հոգեվարականներ են ձերբակալվել, այդ բանդային մթնոլորտում շատ բան է փոխվել եւ նույնիսկ դարձի են եկել մարդիկ, նույնիսկ մարդիկ են եղել, որոնք հետո սրբատասվել են այդ հանցագործների կամ աբորինի բանդարգվածների միջից։ Աստված ամենտեղ գործում է եւ սրբազանների բանդարգության միջոցով էլի ինչ որ մի բարիք անելու է Աստված։ Այսինքն Աստծո բարի նպատակները, բարի նախախնամությունները ոչ ոք չի կարող չեզոքացնել։ Դատախազությունը դիմել է վերաքննիչ դատարան Միքայել Սրբազանին 2 տարի 6 ամիս դատապարտելու միջնորդությամբ։ Ինչով է պայմանավորված հանկարծ այս պահին դատախազության միջնորդությունը։ Դե կարծում եմ իրենց աբորինի քայլերի հեշտականության մեջ էս բացարձակապես զարմանալի չի։ Իրենք ուզել են 2 տարի 6 ամիս ժամկետ ազատազրկման, դատավորը տվեց 2 տարի, իրենք հիմա ուզում են այն 6 ամիսն էլ գումարել, քանի որ համարում են, որ Սրբազանը շատ խիստ վտանգավոր է փաստորեն հանրության համար։ Ես չգիտեմ, այս աբորինությունը իրականում, եթե մի քիչ պատիվ ունենային, եթե մի քիչ իրոք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ լինեին, այսպիսի խայդարագություն չէին անի, որովհետև իրենք իրականում ձերբակալել են հոգևոր առաջնորդի, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդին, ով որ տանում է այդ թեմի մոտ 250,000 է կարծեմ բնակչությունը, այդ բնակչության հոգևոր սպասավորությունը։ Այսինքն իրենք հավասարի են տրել այս կեղծ շինծու մեղադրանքը եւ այդքան մարդու հոգևոր դաստիարակությունը, հոգևոր խնամքը։ Իրենց համար բացարձակապես միևնույն է, այդ մարդիկ կստանան հոգևոր խնամք, չեն ստանա, հասկանում եք, եւ իրենք ու ոչ միայն Շիրակի թեմում, նաեւ Արագածոտնի թեմի առաջնորդին ձերբակալեցին, Տավուշի թեմի առաջնորդին։ Տավուշի թեմի առաջնորդին ձերբակալեցին եւ այս ամեն ինչը խոսում է իրենց քրիստոնեությունից եւ առավելապես հայ առաքելական եկեղեցուց բացարձակապես հեռու լինելու եւ կարելի ասել նույնիսկ թշնամությամբ լցված լինելու եւ թշնամական արարքներ գործելու մասին։ Իսկ գյումրեցիները ինչպես են տանում Սրբազանի բացակայությունը քաղաքից, որովհետև ես գիտեմ, որ Սրբազանը սովորություն ուներ Գյումրիում զբոսնելու, բնակիչները մոտենում էին, զրուցում էին։ Այո, շիրակցիները շատ ծանր են տանում իրականում եւ պետք չէ նայել, որ փողոցները լեցված չեն, այդ իշխանության խայծը շատ հաջող շատերն են ուտում, որ
Եթե փողոցները չեն լցվում, եթե հեղափոխություն չի լինում, ուրեմն ժողովուրդը կողմ է։ Այդպիսի բան չկա, դա պարզապես հերթական մանիպուլյացիան է։ Իրականում մարդիկ ինձ էլ որ տեսնում են, շատ մարդիկ, որոնց նույնիսկ չեմ ճանաչում, հարցնում են Սրբազանի առողջական վիճակի մասին, այս ամենի մասին եւ շատ մտահոգ են եւ կարոտում են շատերը, որովհետեւ իրենք հնարավորություն ունեն Սրբազանի հետ շրջելու, զբոսնելու եկեղեցու փակում, իրենց ուզող հարցերով կիսվելու, խորհուրդներ ստանալու, իսկ հիմա այդ հնարավորությունից զրկվել են։ Ի տարբերություն որոշների, Սրբազանը երբեք թիկնապահներով չի շրջել, երբեք ինչ-որ պատավատներով չի գնացել այս կողմ այն կողմ, հասկանում եք, ու ժողովուրդը միշտ ազատ է եղել Սրբազանին մոտենալ, հարցեր տալ, հոգևոր խորհուրդներ, հոգևոր սնունդ ընդունել։ Բնականաբար այս ամեն ինչը ժողովրդի համար շատ անընդունելի է եւ մարդիկ իրենց բողոքը արտահայտում են, իրենց մտահոգությունն արտահայտում են։ Հիմա արդեն Գյումրին մնաց ոչ միայն առանց հոգևոր առաջնորդի, այլև ընտրված քաղաքապետի։ Այս իրավիճակում իշխանությունները կկարողանան հասնել այն նպատակներին, որոնք իրենց առաջ դրել են։ Ես իրականում չգիտեմ ինչ նպատակներ են դրել իշխանությունները։ Արտահերտ ընտրություններ են արժևում։ Դե հա, հասկանում եմ, բայց ավելի գլոբալ առումով եմ ասում, վերջին հաշվով ընտրություններն էլ եթե անցան, վերջնական նպատակը որն է, թուրքացումն է Հայաստանի, բայց իմ կարծիքով իրենք չէ որ նպատակներ ունեն, այլ իրենց բերող ուժերը նպատակներ ունեն եւ իրենք այսպես ասած իմ կարծիքով պատանտ են ընկել իրենց բերող ուժերի ձեռքը, որոնք որ թելազում են իրենց թե ինչ անեն։ Եվ պարզապես շատ լավ կերպարներ են ընտրել եւ բարոյական առումով բացակայության իմաստով եմ ասում եւ ինչ որ հոգեվոր արժեքների բացակայության իմաստով եւ նույնիսկ ընտանեկան ինչ որ կարգավիճակների իմաստով ընտրել են հadoop մի հատ խմբակ, այսպես ասած, որն որ կարողանա դեմ դուրս գալ ամեն հայկականին, ամեն ազգայինին, ամեն սրբության։ Եվ դա երևի իրենց ամենամեծ հաջողությունն է, որովհետեւ այդպիսի մարդկանց խումբ ընտրել եւ ներդնել ինչ որ մի երկրի կառավարության մեջ բավական աշխատատար գործ է արվել։ Այսինքն պատանդարված այսօրվա իշխանությունը այլ ընտրանք չունի, այլ ձև գործելու, այդպես է ստացվում։ Այդ դեպքում ինչու են կոչանում ապաշխարել, հետ կանգնել։ Չէ, որոշ իմաստով այլ ընտրանք չունի, բայց իր ընտրությունն է դա, այսինքն իրենց կերպարն է, ինչի համար շեշտեցի, որ իրենց լավ են ընտրել, այսինքն հուդաներին լավ են ընտրել։ Իրենք ընտրել են մարդկանց, որոնք պատրաստ են այդ մատնությունը անել, որոնք պատրաստ են արժեքների դեմ գնալ, ընտանիքի դեմ գնալ, եկեղեցու դեմ գնալ, ընտրվել են այդպիսի մարդիկ եւ թելադրվում են եւ իրենք է մեծ ուրախությամբ այդ ամեն ինչը կատարում են։ Հիշատակեցիք հուդաներին, այ հետաքրքիր է։ Նախկինում Տերարամ, այժմ արդեն կարգալույծ լինելուց հետո Ստեփան Ասատրյանը պատրաստվում է Հովհանավանքում կիրակի օրը պատարագ մատուցել, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ Ստեփան Ասատրյանին այնպես է ներկայացրել, կարծես վերջինս շարունակում է լինել հայ առաքելական եկեղեցու քահանա եւ արդեն իսկ կոչ են անում մարդկանց ակտիվորեն գնալ, մասնակցել պատարագին։ Այս պատարագը ուժ ունի։ Ասեմ ավելին, ոչ միայն ուժ չունի, այլև ապօրինի է։ Այսինքն այդ պատարագը, որը որ ուզում են անել եւ որին որ վարչապետն է հայտարարություն անում, որ մասնակցելու է, ինքը հանդիսանում է հանցագործություն քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն պատարագը ծիսապաշտամունքային արարողությունները խոչընդոտելը հավասարվում է հանցագործության։ Հանցագործությունը Ստեփան Ասատրյանը հանցագործության է դիմում, եթե կարգալույծ անելուց հետո փորձում է այնտեղ պատարագ անել։ Այո, իհարկե, հանցագործության է դիմում, քանի որ ինքը բնականաբար պատարագը մատուցելու է պատարագի համար նախատեսված ժամի, չէ՞։ Իսկ այս ժամին այնտեղ արդեն նշանակվելու է նոր հոգևորական, որ պատարագ է մատուցելու։ Ինչ է լինելու, ինքը չի թողնելու նախ, որովհետեւ օրինական նշանակված հոգևորականը պատարագ մատուցի, որովհետեւ ինքը կարողանա չէ մատուցել։ Բնական է։ Եվ դրանով արդեն հանցագործություն է գործում, որովհետեւ խոչընդոտում է եկեղեցու ծիսապաշտամունքային արարողությունը, որը նոր քրեական օրենսգրքով նախատեսված
նախատեսված է որպես հանցագործություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դերակատարումը այստեղ ինչպիսին է, եթե դա հանցագործություն է ստացվում է, հանցակից է դառնում։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանը ինքը իր հայտարարությամբ նախ օժանդակում է հանցագործության կատարմանը, երկրորդ հայտնում է, որ ինքը մասնակցելու է այդ հանցագործությանը, եւ երրորդ, որ ինքը համախոհ է այդ հանցագործության հետ եւ հայտնում է, որ լինելու է այսպիսի հանցագործություն։ Եվ այստեղ եթե մենք ունենանք իրական իրավապահ մարմիններ, թեկուզ այս հաղորդումից, թեկուզ միգուցե եկեղեցին էլ իր դիրքորոշումը հայտնի, ես չգիտեմ, թեկուզ այս հաղորդումից արդեն իրենք եւ ոչ միայն այս, այլև Նիկոլ Փաշինյանի արած այդ հայտարարությունից իրենք պետք է քրեական գործ հարուցեն, որովհետեւ խախտվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը։ Բացի դրանից նաև մենք ունենք այլ օրենսդրական հոդվածներ, որոնք արգելում են պետական կառույցներին միջամտել եկեղեցու ինքնիշխանությանը։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք եկեղեցին անջատ է պետությունից, սա ինչ է նշանակում, կարող եմ երկրորդ օրենքի երկրորդ մասի երկրորդ կետը, որոնց ասում է, որ պետական այրերը կամ պետական այրերի կողմից հրահանգվող որևիցե անձինք իրավունք չունեն եկեղեցում միջամտել եկեղեցական կարգ ու կանոնին եւ եկեղեցական կառավարական որոշումներին, այսինքն վեհապար հայրապետի որոշումները կլինեն դրանք, կլինեն թեմակալ առաջնորդների որոշումները, այսինքն իրենց ազդեցությունը հանցագործություն է համարվում։ Նույն հանցագործության համար, այսպես ասած, այսօր որ չագերտավոր եմ ասում հանցագործություն, ձերբակալում են Մկրտիչ Սրբազանին, իբր թե միջամտել է ընտրությունների, չէ, ընթացքին եւ մարդկանց ստիպել է որ հանրահավաքների մասնակցեն։ Հա, հանրահավաքների մասնակցեն։ Այդ իրականում իրենք են այդ հանցագործությունը կատարում փաստացի։ Իրենք են միջամտում եկեղեցական իշխանությանը եւ միանշանակ ժամանակը գալու է, երբ որ իրենք այս հոդվածներով ենթարկվելու են պատասխանատվության։ Իսկ ինչու Մայրաթորը հիմա քայլ չի անում եւ ինքը չի դիմում իրավապահներին, ձեր ասած օրենքի կետերով։ Մենք պետք է հասկանանք, որ մենք իրականում հիմա չգիտենք դիմում է թե չի դիմում։ Այդ հարցը մի քիչ արդեն կասկածելի է, էլի, այսպես ասած, մենք չգիտենք։ Միգուցե վաղը կդիմի կամ այսօր կդիմի, կամ միգուցե կգտնի, որ իմաստ չունի դիմել, քանի որ ապօրինի իշխանություն ունենք։ Մենք իշխանություն ունենք, որն ոչ մի ձևով հետաքրքրված չէ երկրում օրենքի պահպանմամբ։ Ու հակառակ, ինքը օրենքը ծառայեցնում է իրեն որպես զենք։ Դուք նշեցիք, որ Ստեփան Ասատրյանը Կիրակի օրը այնտեղ պատարակ անելու մասին հայտարարելով փորձելու է խոչընդոտել իրական քահանայի պատարակի անցկացմանը։ Նա նաև լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է թող զգուշանան 10,000 մարդ են բերելու։ Ինչի մասն է սա խոսում, բախում են հրահրում, դրան են ձգտում։ Ոչ մի մարդ էլ չի պետք, ընդամենը մի քանի հոգի մարդ կգան, երևի իշխանությունը միգուցե իր լծակներն օգտագործելով ինչ որ բաներ անի, նորից ինչ որ հանցագործությունների կարող են գնալ։ Հակաեկեղեցական արշավը, վեհապարի դեմ արշավը, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, մասնակից են նաև ՔՊ-ականները, օրինակ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հանրային հեռուստաընկերության հարցազրույցի եթերում ասում է, որ իրենք դիմում են վեհապարին Ավազանի անուն ազգանունով, ասում է Կտրիչ Ներսիսյանը թող պատրաստվի թողնելու կաթողիկոսական գահը, ասում եմ այն ինչ որ լինելու է։ Ինչպես կմեկնաբանեիք։ Ես պարզապես չեմ ուզում որակում տալ, մանավանդ չեմ էլ ուզում անդրադառնալ այս կիսապած լուսամուտի մագարտակի անձանց, հասկանում եք, որոնք որ ցանկացած տաղավար երբ որ գնում են, այդ տաղավարը վերածվում է կիսապած լուսամուտների, ոչ շնորհք ունեն, ոչ դաստիարակություն ունեն, ոչ մի ձևի իրենք հայկականություն, հայ կերպար ներկայացնել չեն կարող։ Պարզապես հասկանում է, զզվելի է, այս բանը կասեմ, ու ասեմ, որ վեհապար հայրապետը միակ մարդն է, միակ ուժն է, ով որ կարող է հոգևորականին կարգալույծ անել,
եւ իրեն արդեն դիմել իր ավազանի աշխարհի անունով։ Երբ որ իրենք վեհապար հայրապետին են դիմում աշխարհի անունով, դրանով իրենց թույլ են տալիս ենթադրություն, որ իրենք ավելի վեր են, քան վեհապար հայրապետը, եւ իրենք ոնց որ իրենց վերապահում են ամենայն հայոց կաթողիկոսին նշանագող ինչ որ մի վեժ կրոնական, հասկանում եք, մարմնի զորություն։ Սա արդեն հայդարարություն է իրականում։ Այսինքն Աստծո հետ են մրցակցության մեջ մտել։ Դե փաստացի, այո, ամբարտավանությունը դրան է տանում, որ մարդիկ մենք գիտենք, չէ, ինչպես է հրեշտակը ընկնում, երբ արուսյակ հրեշտակը, որն սկզբից լինում է Աստծո հրեշտակներից մեկը, ինքը հբարդության պատճառով ուզում է Աստծո գահը գրավել եւ ընկնում է։ Հիմա նույնը սրանք են, իրենց հբարդությունը այնքան դիեզերական մասշտաբների է հասնում, որ այնպեսի արդահայտություններ են անում, որ ոչ գիտես ծիծաղես, ոչ գիտես լացնես էլ։ Իրականում հայդարարություն է եւ իրենց մագարտակն են ցույց տալիս։ Ընդհանուր առմամբ հոգեվորականների շրջանում ինչ տրամադրություններ են, ինչ են խոսում, ինչ են քննարկում այս հակաեկեղեցական վեհապարի դեմ արշավից։ Արդյոք շատերը զգուշանում են, թե բոլորը հաստատակամ են վեհապարին աջակցության հարցում։ Մեր հոգեվոր դասը հաստատակամ է։ Մեր մեջ միգուցե Տեր Արամներ, Ստեփան Ասատրյաններ լինեն, 1-2 հոգի, 3 հոգի, չգիտեմ, քանի հոգի կլինեն, բայց ամբողջության մեջ հոգևոր դասը անսասան է եւ իր անսասանությունը հոգևոր դասը արդեն 2000 տարի է ապացուցում է եւ մեր պատմությունը եթե մարդիկ ուսումնասիրեն կտեսնեն, որ չեն կարող իրենք հոգևորականների հետ մրցել կամ պայքարի մեջ մտնել։ Այսինքն եկեղեցին ներսից քանդելու փորձը դատապարտվելու է ձախողման։ Միանշանակ արդեն դատապարտված է եւ ոչ մի բան էլ չեն հաջողում, դրա համար էլ ուժ են կիրառում։ Եթե իրենք կարողանային եկեղեցին ներսից քանդել, արդեն այդ ուղղությամբ քայլեր կանեին, ոչ թե հadoop ծառայությունների, կարմիր բերետների, կանաչ բերետների, կապույտ բերետների, սև բերետների օգնությանը կապավին էին, հասկանում եք, այսինքն այստեղ խոսում է այն մասին, որ ռուսերեն ասած «Սիլա ես ուման ինադը»։ Հիմա իրենք ուժ ունեն, բայց կարողությունը չունեն, որովհետև իսկ ինչու չունեն կարողություն, որովհետև ճշմարտությունն իրենց կողմը չի։ Իրենք ինչ էլ որ անեն, սուտ են անելու, սխալ են անելու եւ չեն կարող գաղափարապես հիմնավորել։ Բայց այնուամենայնիվ Հովհաննավանքի օրինակը արդյոք վտանգավոր միջապտեպ չի։ Եթե կիրակի օրը Ստեփան Ասատրյանը մի քանի հոգու հետ գնա մտնի եկեղեցի եւ ասի թույլ չեմ տալիս այլ քահանայի մտնել, ես եմ այս եկեղեցու հոգեվոր հովիվը, ես պետք է այստեղ եկեղեցական արարողություններ անեմ։ Չի ստացվում, որ մի տեսակ օկուպացիայի է նմանվում, հա։ Դա հաղորդում է իրականում ու ոչ թե հաղորդում է, այլ հայտնում է մարդը, որ ես հանցագործությունն եմ կատարելու եւ օրինապա մարմինները չեն արձագանքում։ Մինչև այսօր դեռ ես չեմ տեսել, որ արձագանքեն, հուսամ կլսեն, թեկուզ այս հարցազրույցը մեր եւ կարձագանքեն այս ամեն ինչին եւ թող իրենք քննեն օրենսգիրքը եւ մեզ պատասխան տան։ Արդյոք հանցակարգ չի պարունակում այդ հայտարարությունը, երբ որ ինքը փորձում է չհանդիսանալով հայ առաքելական եկեղեցու քահանա, զավթել եկեղեցին եւ խոչընդոտել կրոնապաշտամունքային արարողությունը, որը օրենքի շրջանակում որ եկեղեցին ժողովրդինն է։ Դա հասկանում եք, ինքը ինչ որ ասում է միշտ ամբողջահաճության խոսքեր են դրանք։ Ինչ է նշանակում եկեղեցին ժողովրդինն է։ Գիտեք, եթե եկեղեցին ժողովրդինն էր, ուրեմն Քրիստոս չէր ընտրի առաքյալներին։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Քրիստոս է ընտրում առաքյալներին, առաքյալները ընտրում են իրենց հաջորդներին եւ ձեռնադրում, եւ այս նվիրապետական կարգը Քրիստոսից սկսված մինչեւ այսօր ընտանում է անխոչնդոտ։ Այսինքն ժողովուրդը չի որ որոշելու է թե ով է քահանա լինելու, ով է եպիսկոպոս լինելու, հասկանում եք, այլ որոշվելու է այդ ամենը վերին իշխանություններից, եկել է առաքյալներից,
Քրիստոս ընտրեց առաքյալներին, առաքյալները ընտրին իրենց հաջորդներին, ձեռնադրեցին, հաջորդները ընտրեցին իրենց հաջորդներին եւ ձեռնադրեցին, այսինքն հոգեվոր իշխանությունը այս կերպով է առաջնորդվում եւ այս առաջնորդության կերպը Աստծուց է տրված։ Ժողովրդավարություն կոչվածը հոգեվոր իրականության մեջ չի գործում այն ձևով, ինչ ձևով, որ այսօր ամբողջավարության գործառույթներով փորձում են ներկայացնել ժողովրդավարություն։ Այսինքն այսօր մենք կարողանանք մի 100,000 հոգի մարդ հավաքել հրաբարակում եւ ինչ ուզենք կանենք։ Սա աբորդինություն է, սա խուլիգանություն է ժողովրդական լայն մասսաների ներգրավվածությամբ։ Եթե ինքը կարողանա 10,000 մարդ բերել եկեղեցի, դրանից օրենքը չի փոխվում։ Դրանից իր գործած հանցագործությունը օրինավոր չի դառնում։ Այսինքն օրենքը գրված է քրեական օրենսգրքում, հոդվածները գրված են եւ այդ հոդվածները չեն փոխվում նրան այն բանից, որ ինքը 10,000 մարդ է բերել կամ 5,000 կամ 50,000 կամ թեկուզ 1 միլիոն։ Օրենքը մնում է օրենք, աբորդինությունը մնում է աբորդինություն եւ մեծամասնությունը չէ, որ որոշելու է, թե օրենքը խախտվի, թե չխախտվի, հասկանում եք, հանցագործություն համարվի, թե չհամարվի, դրա համար կան մարմիններ, չէ՞։ Սարգսակը Արտաշես, եկեղեցի իշխանություն հարաբերությունների ճգնաժամի ֆոնին Արամ առաջինը Շահան Սրբազանին է ուղարկում Նիկոլ Փաշինյանի մոտ, նրա միջոցով իր օրհնություններն ու ջերմ ողջույնները փոխանցում։ Շատ ոչ միանշանակ ընկալվեց այս դրվագը։ Այս նախ ասեմ, որ օրհնությունները եւ ջերմ ողջույնները փոխանցելը դա իշխանության կողմից տրված մեկնաբանություն է։ Իրականում թե Սրբազանն ինչու էր գնացել արդեն ուրիշ հարց է եւ թե իրենք ինչպես են մեկնաբանում լրիվ ուրիշ հարց է։ Միանշանակ ես վստահ եմ, որ վեհապարը Արամ առաջինը ուզեցել է երկրում այս ստեղծված խառը եւ շատ վատ իրավիճակը, շատ ապազգային իրավիճակը ինչ որ ձևով մեղմացնել եւ միգուցե քաղաքական կամ հոգեվոր ժեստ է արել, ինչ որ մի փոքրիկ նվեր ուղարկելով եւ հոգեվորականին իր հոգեվոր հորդորներով, հոգեվոր առանցքի շուրջ բերելու համար իշխանությանը, այսինքն ինչ որ ձևով համոզելու կամ ինչ որ ձևով այս իշխանություն կոչվածին Գյումրեցու բարբարով ասած չափ ու չվնի բերելու համար, այսպես ասեմ, թե չէ իրենք ինչ են մեկնաբանում, կարող իրենք մեկնաբանեն, որ գիտեք ինչ կա, Նիկոլ Փաշինյանին ձեռնադրելու համար է եկել, իրենցից ամեն ինչ հավատալու է, էլի։ Այդ բացարձակ ճշմարտություն պետք չէ լինի, որ իրենք ասեն։ Իրենք ասում են այն, ինչ որ ոչ թե ճշմարտություն է, այլ սուտ։ Իրենց հիմնական խոսքերը, ես չեմ հիշում ինչ որ մի խոսք, որը որ կապ ունենա ճշմարտության հետ։ Տևական ժամանակ քննարկվում էր նաև այն հարցը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Քննարկում էին նաև այն հարցը, արդյոք կնքված է թե ոչ, այդ մասին տեղեկատվություն չկա, մայրաթորից նաև այդ մասին որևէ տեղեկություն չի հնչել, բայց Նիկոլ Փաշինյանը Վատիկանում Հռոմի Պապի ձեռքից հաղորդություն է ընդունում, ինչը դառնում է լայն քննարկումների առարկա։ Արդյոք առաքելական եկեղեցու հետևորդը կարող է հաղորդություն ընդունել ոչ քույր եկեղեցու, տվյալ դեպքում կաթոլիկ եկեղեցու հոգևոր սպասավորից։ Եթե այդ հավատացյալը, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանն է, ինքը ամեն ինչ կարող է։ Ինքը կարող է սատանային էլ պաշտել, սատանային պաշտամունք մատուցանել, հետո կալ մի հատ էջմիածին մտնել աղոթել, հետո կնալ, չգիտեմ, մորմոնների մոտ ինչ որ աղոթքներ անել, ինքը ամեն ինչ կարող է։ Ինքը ընդհանրապես իրեն չի հետաքրքրում հայ առաքելական եկեղեցին։ Մի բան էլ ասեմ, եթե իրեն հայ առաքելական եկեղեցին հետաքրքրել եւ ինքը եկեղեցական կյանքով ապրող անձնավորություն լիներ, ինքը գոնե ամուսնացած կլիներ իր կնոջ հետ։ Ինքը շատ փնտի մեկնաբանություններ արեց, կրթությունը նորաձև է իրենց շարժման ընթացքում, որ գիտեք, ես չեմ ամուսնացել, որովհետև կարող է քաղաքական հետապնդումների ենթարկվեի եւ իմ ունեցվածքը ձեռքիցս խլեին, ինքս եւ երեխաներս մնային դրսում, դրա համար չեմ ամուսնացել։ Լավ, ենթադրենք այդ պատճառը կա ԶԱԳՍ-ով չգրանցվելու համար։
չէ, pedagogan կառույցով չգրանցվելու համար, բայց այդ ընդհանրապես որևէ ձև չի հիմնավորում եկեղեցով պսակված չլինելը։ Ինքը դա չի կարող հիմնավորել։ Ինքը միակ հիմնավորումն այն է, որ ինքը հոգևոր արժեքներով, հոգևոր կարգ ու կանոններով ապրող անձնավորություն չի, ինքը ընդհանրապես կոպիտ ասած կներեք իհարկե թկած ունի ամեն եկեղեցական կարգ ու կանոնի վրա եւ ինքը հիշում է եկեղեցական կարգ ու կանոնները միայն ժամանակ, երբ որ դրանցով փորձում է ինչ-որ անձնական շահեր լուծել, խնդիրներ լուծել։ Սա է իր նկարագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վերջնական թիրախը այն ամենայնիվ վեհափառն է, թե առաքելական եկեղեցին։ Իր թիրախը իհարկե եկեղեցին է, ու ինքը շատ լավ գիտե եւ գիտեն նաեւ այն բոլոր ուժերը, որոնք համագործակցում են իր հետ։ Եկեղեցուն փորձում են սասանել, եկեղեցին փորձում են քանդել, այսպես ասած, ու այդ քայլերը շատ տրամաբանական են։ Մենք գիտենք, որ եկեղեցու սյուներ են համարվում եպիսկոպոսները, եկեղեցու ամենակարևոր հոգևոր հայրը այս աշխարհի վրա համարվում է վեհապար հայրապետը, եկեղեցին համարում է Քրիստոսի մարմին, չէ՞, եւ հետեւաբար Քրիստոսի մարմինը կեղեկողը մնում է Քրիստոսի մարմինը կեղեկող։ Այսինքն այդ եպիսկոպոսները եւ հոգևորականները Քրիստոսի մարմնի անդամներն են։ Եվ եթե ինքը բանդարգում է, ձերբակալում է մարդկանց, եպիսկոպոսներին, քահանաներին, դրանով ինքը այդ ամեն ինչը արած է լինում Քրիստոսի մարմնի հանդեպ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Քրիստոսի մարմինը կեղեկում է։ Ինչպես որ ժամանակին կեղեկել էին Քրիստոսի մարմինը ժամանակի դահիճները, չէ, որոնք որ մդրագեցին, բլածեծ արեցին, հետո խաչեցին, փշեպսակ դրեցին։ Հիմա նույն գործի շարունակողը այս մեր ժամանակների իշխանությունն է, որն որ եւս մեկ անգամ հալածում է Քրիստոսին։ Եվ այս մասին կարամ ասեմ նաեւ ինչն է վկայում, երբ որ Պողոս Առաքյալը դեր դարձի չէր եկել, չէ, Քրիստոս երևաց նրան եւ ասեց ինչու ես ինձ հալածում։ Իսկ Պողոս Առաքյալը Քրիստոսին չէ հալածում։ Պողոս Առաքյալը եկեղեցուն էր հալածում, Պողոս Առաքյալը հալածում էր հավատացյալներին, հալածում էր այն ժամանակվա հոգևորականներին, առաջնորդներին, չէ։ Ուրեմն Քրիստոս ինքն է համարում, որ իրեն է հալածում եւ այդ մասին հայտնում է Պողոս Առաքյալին, որից հետո ինքը դարձի է գալիս եւ դառնում է մեծագույն առաքյալը քրիստոնեության պատմության մեջ։ Այսինքն եթե մենք ունենանք մի իրավիճակ, երբ վեհափառ հայրապետին կալանավորեն, միևնույն է նա շարունակելու է մնալ հայ առաքելական եկեղեցու հայրապետը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Իհարկե, միանշանակ։ Վեհապառ հայրապետը վեհապառ հայրապետն է, անկախ իր կարգավիճակից, թե ինքը ինչ կարգավիճակում է բանդարգված, թե ազատության մեջ։ Եվ մենք ընդունում ենք իր բարձրագույն իշխանությունը, հոգևոր, անկախ նրանից ինքը բանդարգված կլինի, թե կլինի ազատության մեջ։ Իսկ հետ քայլ անել եւ Նիկոլ Փաշինյանի պահանջներին ընդառաջ գնալ վեհապառը ոչ մի կերպ չի պատրաստվում, այո։ Շատերին հենց այդ հարցն է հուզում։ Այն է հրաժարվել կաթողիկոսական կոչումից։ Հա, իհարկե ոչ։ Այս իշխանությունները իրենց մի քիչ շատ մեծ բանի տեղ են տնում եւ կարծում են, որ իրենք կարողանան վեհապառ հայրապետին իրենց լեզվով ասած մյուս հոգևորականներին ծնկի բերել։ Հիշում եք դեռ որոշ ժամանակ առաջ, տարիներ առաջ ինքը այդ ելույթը ունեցել էր հոգևորականներին ծնկի բերելու։ Չի հաջողելու, որովհետև ծնկի գալը դա ֆիզիկական երևույթ չէ, դա հոգևոր երևույթ է։ Ֆիզիկապես կարող է ինչ-որ մի 3-4 հատ կամ 100 հատ, այսպես ասած, կարմիր բերետավորների օգնությամբ սխմել մարդուն եւ ֆիզիկապես ծնկի բերել, բայց հոգևոր ծնկի բերել անհնար է, որովհետև մեզ հետ Աստված է, մեր մեջ Աստված է գործում, իսկ Աստծուն ծնկի բերող գոյություն չունի եւ չի կարող ունենալ։ Արտաշես Սարգսակ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես կուզենայի նաև, որ մենք մի բան շատ լավ հասկանայինք, որ մեր այս իրավիճակը, մեր այս ծանր իրավիճակը, պետության եւ հասարակական կյանքի այս հուզումները հիմնականում սնվում են մեր հոգևոր կյանքից հեռանալուց։
Այսինքն մենք պետք է հոգևոր կյանքով ապրենք, որովհետեւ մեր վրա իշխանություն ձեռք չբերի չարը։ Ինչ է հոգևոր կյանքը։ Մի երկու խոսքով պարզապես մի աղոթք մեջ բերեմ, որը մեր ներսեշնորհալի հայրապետի կողմից է գրված։ Ասում է իմաստություն Հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, բարին մտածել, խոսել եւ գործել։ Չար մտքերից, խոսքերից եւ գործերից պահիր ինձ եւ ողորմիչ քո արածներին եւ ինձ բազմամերձ։ Սա պատճառը հետևանքային կապն է բերում։ Երբ որ մենք ունենում ենք չար մտքերը առաջացնում են չար խոսքեր եւ խոսքերը վերածվում են գործերի։ Դրա համար մենք չար մտքերից, խոսքերից եւ գործերից պետք է հեռու մնանք, զրբարդություններից, բանսարկություններից, չար լուրերից պետք է հեռու մնանք եւ չհավատանք պարզապես, այլ հավատանք Աստծուն, հավատանք Բարուն եւ վստահ լինենք, որ Աստված հաղթելու է, Աստծո դեմ ոչ ոք չի կարող մարդնջել եւ հաղթանակ գրանցել։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօրվա իմ զրուցակիցները Արտաշես Սարգսակյան Աճապահյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը։ Մեր հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։